Միքայել Սրբազանի առողջական բոլորին է, բայց Միքայել Սրբազանը գիտենք, որ Երևանից Իզմիրյան բժշկական կենտրոնում է, որտեղ հետազոտություններ է անցնում, պետք է վիրահատվի։ Այս իրականության մեջ կա Woman Ռուբեն Բաբայան, որը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, թե պետք է ճիպոտահարել։ Նայեք, Ռուբեն Բաբայանը էդի այն ստոր տականքն է, այն համասեր, ուրեմն երկնագույն, ուրեմն տվարն է, բառի բուն իմաստով, ուզում անձի դատի տա, ինչ ուզում անի, որը ընդհանրապես տարիներ առաջ, ուրեմն համասեռամոլների, ուրեմն շքերթից հետո, նրանց համագումարի համար տրամադրում էր տիկնիկային թատրոնի, ուրեմն դահլիճը։ Եվ մեր ազգային, ուրեմն դաշտի տղաները իրենց ազատությունը վտանգելու շնորհիվ կարողացան կասեցնել։ Դրանից հետո երկրորդ փորձն էլ արել, որը էլի կասեցվել է այդ տղաների միջոցով։ Բարեբախտաբար այն ժամանակվա ոստիկանները եղել են իրոք մեր ժողովրդի ոստիկանները, մեր ժողովրդի պահապանները, որոնք իբր թե այդ տղաներին կալանավորել են, հետո հարևան փողոցում շնորհակալություն են հայտնել հայ լինելու համար ու բաց են թողել։ Այսօրվա ոստիկանները էդի չէին անելու, որովհետև հակառակն էր լինելու։ Այդ տղաները գնալու էին ու մինչև կյանքի վերջը փտելու էին բանտերում, որտեղ համարձակվել են պաշտպանել մեր ընտանեկան եւ ազգային ավանդույթները։ Ոնց թե դուք ով եք արա, դուք ինչ իրավունք ունեք հայկական ազգային ավանդույթները պաշտպանելու։ Դուք մոռացել եք, որ գերագույն թշնամին ինչ է ասել։ Չկա էլ պատմական Հայաստան, չկա ցեղասպանություն։ Հələ այդ ցեղասպանությունը կարող է հայերն են մեղավորացել, կարող է հայերն են ցեղասպանել թուրքերին։ Դու այդ հայտարարությունները չի արել այդ ապուշը։ Այդ ճպոտահարվողը, այդ որ ճպոտի պատմություն ասում որ պետք չի իրան դատել, իրան պետքա փայտով ծեծել։ Մի հատ խոսալու ձև էլ տայեք։ Ոնց որ մի հատ ղզիկ կանիկ խոսա։ Մենակ ղզիկ կանիկը կարա խոսած վեհապարեն բանտում փակված վեհապարեն Սրբազանին ներողություն, հա։ Նույն բանտում փակված Սրբազանին քաքլան վախկոտի նման կներեք այդ բառիս համար։ Ուրեմն Փաշինյան օղլու մեջքի հետևը պահկված ղզիկական գոմիկական sense շարժ դեպի իա ճապոտով ծեծել է պետք։ Դեռ ոնց է ճապոտով ծեծելու այդ դեբիլ։ Դու այդքան կաս արա։ Այդ ճապոտի մասնագետ։ Չէ, այս մարդը Քոչարյանի ժամանակ գովաբանել է Քոչարյանին։ Ես սրան շատ լավ եմ ճանաչում, շատ լավ եմ հիշում։ Ուրեմն Սերժ Ազատովիչի ժամանակ, ուրեմն Սերժ Սարգսյանին է գովազդել, այնտեղ խոսացել, դեմ դուրս եկել, ուրեմն նույն Փաշինյանին։ Այսօր, այս տականքը Սրբազանն է ճպոտով ծեծում։ Եթերում չենք էլ, թե չէ մի հատ այնց հետաքրքիր հայացքներ կային չեսնայի դրա հաշվին, դրա հասցեին։ Չէ, դրա մասին խոսակ չարժի։ Ընդհանրապես արժանի չի։ Այդ կարգի տականքների մասին խոսալ պետք չի։ Մենք պետք է մենակ խոսանք մեր կալանավորված սրբազանների մասին, Բաքվի բանտում մեր կալանավորված գերիների մասին, հայ ազգի մեր ներկայացուցիչների մասին։ Մենք պետք է խոսանք մեր անելիքների մասին։ Մենք ամենօրյա ռեժիմով պետք է խոսանք մեր եկեղեցու մասին եւ վեհապարի մասին։ Մենք պետք է խոսանք սահմանը պաշտպանելու մասին։ Մեր սերունդը ազգային ոճով եւ հայրենիքը պաշտպանելու դասիրակություն տալու ուրեմն ձևաչափով։ Մենք միայն դրա մասին պետք է խոսանք, ժողովուրդ։ Այս տականքների մասին ժամանակ ծախսել խոսալ պետք չի։ Հենց դա էլ անում են, հատուկ անում են, որ մենք սրանց մասին խոսանք, կարևորի մասին չխոսանք։ Սա է իմ կարծիքը։ Եվ ևս մեկ անգամ ձեր կոչը։ Իմ կոչը պարտադիր լինել այսօր մարտաճառում, լինել խոհեմ, քրիստոնյային վայր ձևաչափով,
մասնակցել մոմավառությանը, բացարձակապես ամեն գնով լավ կլինի, որ հատուկ կարգախմբեր ստեղծվեն իրենց ղեկավարներով, որոնք կփորձեն ամեն ինչ անել, որ հանգարցակի ուրեմն հավատացյալ ժողովուրդը, որը կգնա մոմավառությանը, չտրվեն սադրանքների եւ չգնան բախումների։ Պետք է ամեն գնով սա բացառել, ամեն գնով, ինչ ուզում են թող ասեն, ինչ ուզում են թող բղավեն, ինչ բառեր արտահայտեն, խոնար մենք գնում ենք Աստծո կողմից պաշտպանված մեր մայր տաճարի Սուրբ եկեղեցու պաշտպանությամբ, վեհապարի օրհնությամբ մոմ վառելով։ Սա է իմ կոչս, եւ ես խնդրում եմ մեզ կոչից արձագանքել, ես խնդրում եմ մեզ կոչից ուրեմն ենթարկվել եւ ոչ թե ենթարկվել, այլ արձագանքել։ Ես եմ շնորհակալ։